Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, կարող ենք ասել, որ այս պահին քննարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, որովհետև այս նախագիծը, որը ներկայացված է, այլ կերպ անվանել մենք չենք կարող։ Դա նախատեսվում է ներքին թշնամու կողմից իրականացնել 2017 թվականի գարնանը, բայց ես կարծում եմ, որ այս ծրագիրը տապալելու համար մենք ինքներս պետք է լինենք նախահարձակ, ոչ թե սպասենք հերթական ընտրություններին այդ հարձակմանը, որով պետք է նորից օտարեն մեզանից մեր իշխանությունը, այլ ինքներս գնանք և վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որը այս պահին գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքին և Սերժ Սարգսյանը փաստորեն երեկ հայտարարեց, որ ոչ միայն մինչև 17 թվականն է նա մնալու և օտարած պահելու մեր իշխանությունը, այլ նաև 17 թվականին չի պատրաստվում հեռանալ։ Պարոն Հարությունյանը, որը իմ կարծիքով գրագետ, ցիվիլ տաղանդավոր անձնավորություն է, երեկ մատնեց նաև իրենց դիրքերում խուճապը, որովհետև եթե մարդը չի ունենում քաղաքական հիմնավորումներ պատասխանելու հարցադրումներին, ապա հղում է կատարում մարդկանց սեռական պատկանելությանը, շեշտելով, որ ես կին եմ, հետևաբար կնոջը ինքը չի պատասխանում, բայց որ տղամարդ լինեի կփորձեր պատասխանել։ Ես այստեղ ոչ կին եմ հանդես գալի, ոչ տղամարդ, այլ քաղաքական գործիչ, որը հարցեր է հղում և ակնկալում է պատասխաններ։ Հասկանալի է, պատասխաններ չունեք, հասկանալի է, որ դժվար է ներկայացնել մի իշխանություն և մի ղեկավարի, որը հանձնել է հայրենի բնորանի տարածքները և այդ տարածքները իր ձևակերպման ամայի տարածքներ են, որովհետև այստեղ նաև դա հնչեց իր ներկայացուցիչների կողմից և հայրենի բնորանի ազատագրումը պայմանավորեց մեր զինվորների անգին կյանքով։ Մինչդեռ հասկանալի է, որ պատերազմի առաջի օրը մեր զինվորների անգին կյանքը պաշտպանված չի եղել, տեսանյութից պարզ է դառնում, որ զինվորները մենակ են մնացել թշնամու առջև առաջի գծում, չեն ունեցել հրաման կրակելու և այդ հրամանատարությունը նրանք նախաձեռնել են ինքնուրույն և ոչ միայն պաշտպանել են ավելի զոհերից պաշտպանվել են, որ չլինեն ավելի շատ զոհեր, այլ նաև կանխել են աղետը, թշնամու առկայությունը Ստեփանակերտում։ Հասկանալի է, որ մենք գնում ենք պատերազմի հաջորդ փուլ, թե արտաքին թշնամու դեմ, թե ներքին թշնամու դեմ։ Այդ հաջորդ փուլը արտաքին թշնամու դեմ կանխելու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություններ, ովքեր չեն գնում Մոսկվայում պայմանավորվում և վաճառում մեր նաև օդային տարածքը, որի միջոցով հնարավոր է կանխել աղետներ, այլ նույնիսկ դա են զիջում օտար պետությանը։ Մենք տեսանք, թե ինչպիսի ռազմաբազան օգտագործվեց Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության, որևիցե պաշտպանություն չի ձեռնարկվել արտաքին թշնամու միջամտության դեպքում։ Հապկը տեսանք ինչպես արձագանքեց, տեսանք ինչպես արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը, փաստորեն մեր ազատագրումը Ռուսաստանի Դաշնության կողմից նույնպես կանխվեց, հրավիրեցին Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից ինչ-որ մի պաշտոնյա և դրա միջոցով կանխեցին մեր ապագա նաև ազատագրումը և ապագա պատերազմի կանխումը։ Եթե դու հանդես ես գալիս պարտվողի, հոխանձնողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումը անխուսափելի է, հաջորդ աղետը անխուսափելի է։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մեր միակ ելքը, իրոք, ինչպես ինքն էր ասում, ինչքան ուզենք կարող ենք խփել այս հանցավոր ռեժիմին, խփել և վերացնել այս հանցավոր ռեժիմը,
այլ միջոց մեզ չի մնացել։ Ինձ շատ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա այնտեղ, որ խփի սրանց։